Տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, բիզնես հաջողություններ գրանցած հայտնի դեմքեր Հայաստանից ու աշխարհի մի շարք երկրներից մեկ հարկի տակ են համախմբվել Prime Production-ի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխությանը։ Պարգևատրման արարողությունն այս տարի բացառիկ է։ Նրա մոտ մեկ դարյա վավերագրությունը, կենսափորձը, գիտելիքն ու կյանքի բոլոր տարիներն իսկական օրինակ են սերունդների համար։ Երեկոյի գլխավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն է։ Երիտասարդ գործարար անվանակարգում մրցանակի արժանացած գործիչներին պարգևատրում է Ռոզա Ծառուկյանը։ Խորհրդանշական է արարողության այս հատվածը։ Երիտասարդները խոստովանում են, իրենց մեծ հաջողության գրավականը նաև տիկին Ռոզայի օրինակով առաջնորդվելն է։ Անչափ շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք այսօր մեր կողքին լինել։ Ձեզանից ստանալ նման շքանշան, նման նվեր, դա մեծ պատիվ է, բոլորի անունից եմ ասում։ Տիկին Ռոզա Ծառուկյանի հետ մի օր էսպես հնարավորություն ունեցանք մեղր ուտելու եւ ես հարց տվեցի, ասացի, բացի ինձանից բոլորին է հետաքրքիր, ինչու՞ն է ձեր երկարակեցության գաղտնիքը, ինչ ասեց նա։ Նա ասաց, որ ընդհանրապես երկու բան պետք է ունենալ. հանիր նախանձը քո սրտից եւ պարզապես եղիր շատ բարի։ Շնորհակալ եմ։ Վայրեջքներ, վերելքներ, հաջողության պատմություններ այստեղ բոլորն ունեն։ Նրանք գիտեն, որ նոր հանդիպումների ու ավագ սերնդի խորհուրդները լսելու դեպքում արդյունքը կկրկնապատկվի։ Իսկ Ռոզա Ծառուկյանի տասնամյակների խորքից մեզ հասած խորհուրդն արդեն օրհնանքի է նման։ Հարկ ու պատիվ ձեզ, շնորհակալ եմ, ովքեր պարգևատրվեցին, ցանկանում եմ երջանկություն, հանկարծ չմտածեք, որ 93 տարի չպետք է ապրեք, որովհետև իմ ձեռքով եք ստացել։ Եվ մնացածի բոլորի ցանկանում եմ։ Այն մայրական սրտով եմ ասում, օրհնում եմ ձեզ, ապրեք իմ տարիքին, հասեք 93 ու անցեք 100-ի սահմանը։ Երջանկություն, համբերություն, հայ ենք, հայ մնանք։ Տիկին Ռոզայի աշխատասիրության սանդղակը դժվար է չափել։ Կրտսեր ընկերների համար մի գաղտնիք է բացում։ Բացի այն, որ ամեն առավոտ աշխատանքի է գնում, նաև ժամանակ է գտել ու մի արժեքավոր գործ է ստեղծում։ Հսկա կտորի վրա խաչ է գործում։ Հենց ավարտի ուխտ է արել, որ իր ձեռագործ աշխատանքը տեղ գտնի Հիսուս Քրիստոսի արձան համալիրի թանգարանում։ Եթե չլիներ տիկին Ռոզա Ծառուկյանը, վստահորեն ասում եմ, որ այս միջոցառումը տեղի չէր ունենա, չէր լինի այս բարձր մակարդակով, նման էներգիայով եւ նման ոգևորությամբ մեր երիտասարդների կողմից։ Շատ շնորհակալ եմ տիկին Ռոզա Ծառուկյանին մեր կողքը լինելու համար, մեզ քաջալերելու համար, մոտիվացնելու համար, ամեն ինչի համար։ Մենք իրեն շատ սիրում ենք։ Երիտասարդ գործարարների ամենամյա հավաքը եզրափակվում է փոխադարձ մաղթանքներով եւ ուրախ նոտաներով։ Մարիա Հակոբյան, Ալինա Սահակյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։